Բարի լույս հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայ-ադրբեջանական նախաստորագրված պայմանագրից 5 ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարևոր ժեստ է համարել խաղաղության անվան տակ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը։ Ռուբիոն համաձայնագրի կնքումը դրական է գնահատել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով խոսելիս։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության զրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ գործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, նաև տարածաշրջանային վիճակը և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մինչ այդ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մրցանակի է արժանացել։ Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդ հիմնադրամը Վաշինգտոնյան համաձայնագրի մարդկային եղբայրության համար Զայեդ մրցանակ է շնորհել։ Հանձնաժողովի կազմում են Չադի նախկին վարչապետը, Սուրբ Աթոռի մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը, Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի թագավորության նախկին վարչապետ Շարլ Միշելը, որի գործուն մասնակցությամբ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մարզ։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Մրցանակը ստանալու համար փետրվարի 4-ին Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի։ Եվ քանի որ ըստ Թուրքիայի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները փոխկապակցված են, ապա այսքան դրական գնահատականներից, միջազգային մրցանակներից և խաղաղության մասին հնչող հայտարարություններից հետո հարց է առաջանում. երբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս հարցին հստակ ժամկետներ տալ չեն պատրաստվում ոչ ազգային ժողովի նախագահը, ոչ էլ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Պայմանավորվածություն 2000, չէ, պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը դա։ Չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տան։ Իսկ այս տարվա ազգային ժողովի առաջին նստաշրջանը սկսվել է լարված մթնոլորտում, ոչ թե նոր օրակարգային հարցերով, այլ փոխադարձ մեղադրանքներով։ Նիստի սկզբում քննարկել են դեռևս նախորդ տարվա օրակարգում մնացած կարևոր հարցը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը արդեն 5 տարի օրակարգում է, բայց դեռևս փակ է հանրության համար։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ զեկույցը պարտադիր պետք է ներկայացվեր ազգային ժողովին, իսկ իշխանությունը հակադարձում է, որ փաստաթուղթը հասանելի է, պարզապես պատգամավորները պետք է անձամբ գնան ու ծանոթանան դրա բովանդակությանը։ Խորհրդարանի անցուդարձին հետևել է Սեդա Մակարյանը։ Երկ գրկախառնություններ համբույրներ ազգային ժողովի 2026 թվականի առաջին նիստը քաղաքացիական պայմանագիրն այսպես էր սկսել, բայց հետո եկավ ընդդիմությունն ու սկսվեցին փոխադարձ մեղադրանքներն ու թեժ քննարկումները։ Ու քանի որ այս գումարման ազգային ժողովի վերջին նստաշրջանն է, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ազգային ժողովի նախագահից փորձեց պարզել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ինչու ազգային ժողով չի ներկայացվելու։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչեք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք եք ում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանի պնդումների Գեղամ Մանուկյանը հիշեցրեց ընդդիմությունը ծանոթացել է փաստաթղթերին, բայց դրանք զեկույց չեն կարող համարվել, որովհետև չեն ներկայացվել ազգային ժողովին։ Բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց
Եվ եթե պարոն Սիմոնյան ասում է, մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաև գիտեմ պատիվ ունեմ իդ, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ինչ է, զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացվում է ազգային ժողովին։ Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի մասին բանավեճն այսքանով չավարտվեց։ Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանը շարունակեցին միմյանց մեղադրել։ Միջամտեց նաև Արծվիկ Մինասյանը, հիշեցրեց. ազգային ժողովի բոլոր падգամավորները չեն, որոնց իրավունք է տրվել ծանոթանալ զեկույցին։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուսման տակ է, ներառյալ ես։ Այո։ Եվ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Միմյանց հետ բանավիճեցին նաև ԿՊԱ-ական падգամավորները Խաչատուր Սուքեսյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց ծառայության մասին օրենքում փոփոխությունները հանուն գումարի անելու համար։ Պարոն Սուքեսյան, նախ գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում. նրանք ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն։ Առաջին ծառայությամբ։ Եթե ինչ-ինչ պատճառներով մինչև 27 տարին չեն կարողացել ծառայել, ուսման մեջ են եղել կամ առողջական խնդիր ունեցել կամ ընտանեկան պայմաններից ելնելով, թող գան եւ ծառայեն եւ իրենց բացը լրացնեն եւ հավասարվեն իրենց ընկերներին։ Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Պաշտպանության նախարարությունում առկա մի շարք խնդիրների, ներկայացրեց իր առաջարկած լուծումները, սակայն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին падգամավորի ելույթը դուր չեկավ։ Ունենալով քննարկումների հնարավորություն այս ամբիոնից վերհիշել նախապատմության մեջ նաև դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալ, ամեն դեպքում կարծում եմ, որ Պաշտպանության նախարարություն եւ падգամավոր գործակցությունը, փոխգործակցությունը եղել է շատ գործընկերային, շատ արդյունավետ եւ դուք մշտապես հնարավորություն եք ունեցել ձեր խնդիրների եւ դժգոհությունների մասին գործընկերային մթնոլորտում մեզ հայտնել։ Ազգային ժողովի նախագահն այսօր ակտիվ էր, ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վերջին շրջանում անդադար քննարկվող մի շարք թեմաների։ Մասնավորապես Սիմոնյանը հորդորեց չհաշվել իրենց աշխատավարձն ու պարգևավճարները, պնդեց, պետք չի ընկնել 3-ից 4 միլիոն դրամի հետևից։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան։ Աշխատավարձի մասին հարցը դուր չեկավ նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Այդ հարցից հետո նա հեռացավ ճեպազրույցը կիսատ թողնելով։ Գնամ ես։ Հիմա առանց մանիպուլյացիա։ Շատ լավ, Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Խորհրդարանում ներկայացվել է նաև նոր օրենսդրական նախագիծ, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու հուշարձաններին։ Ըստ նախագծի եկեղեցուն պատկանող պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի օտարել միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի ապահովի դրանց հանրօգուտ եւ նպատակային օգտագործումը։ Իմ առաջարկն էր, որ եկեղեցուն արգելենք եկեղեցի սեփականության իրավունքը փոխելը, բայց բնականաբար իրավական բազմաթիվ հարցերի առջև ենք կանգնել եւ դրա համար ենք այս ձևակերպումը ունեցել։ Միգուցե պարոն Դադունցը նաեւ արձագանքի ձեզ։ Խնդիրն այն է, որ մեր արդարադատության նախարարության գործընկերները կարծում են, որ պետք է օրենսդրության մեջ հիմքերը սահմանվեն, որոնց վրա կմշակվի կարգը, եւ մենք կարծում ենք, որ հնարավորինս լայն շրջանակ ենք ընդգրկել հիմքերի, որոնց վրա կկարողանա արդեն լիազոր մարմինը այդ կարգը սահմանել։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եպիսկոպոսաց ժողովը կկայանա փետրվարի 16-ից 19 Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում, մեծ զրույցում հայտնել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը։
Ազատի զինվորական կացարանի 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից ուղիղ 3 տարի անց չկա ամենակարևոր հարցի պատասխանը, որն էր հրդեհի իրական պատճառը։ Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորայ Նորիկյանը շարունակում է պնդել, որ իրարամերժ ցուցմունքները թերի նախաքննությունը ավելի շատ հարցեր են առաջացրել։ Հրդեհի գործով տուժածների իրավահաջորդները ողբերգությունից 3 տարի անց էլ չեն հրաժարվել Նիկոլ Փաշինյանին եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատարան կանչելու մտքից։ Փաստաբանի խոսքով պարզ չէ նույնիսկ, թե ով է զոհերի դիերը հանելու հրահանգը տվել։ Փաշինյանը կառավարության նիստում ասում է մենք ամբողջ գիշեր աշխատել ենք, Փաշինյանը սկզբից խոսում է մեծ ծավալով բենզինի տարածման մասին, հետո մենք շրջանառության մեջ ենք տեսնում սուրճի բաժակի մասին տեղեկությունը, հետո մենք տեսնում ենք լրիվ ուրիշ զեկույցներ, օրինակ ինձ որպես փաստաբանի, որպես դժողների լիազոր ներկայացուցիչ, որպեսզի մեր կասկածները փարատվեն նաև այդ առումով, մեզ անհրաժեշտ է այդ տվյալ օրվա ամբողջ քրոնիկայի վերլուծությունը, այդտեղ այդ հրշեջների ղեկավարը, չգիտեմ, առյուծի սիրտ չէր կերել ու ինքը չէր կարող ինքնագլուխ որոշում կայացնել առանց վերադասի թույլտվության զոհված զինծառայողների դերը դուրս բերելու, որովհետև չգիտեմ որքանով եք դուք հետևել գործի քննությանը, ես բազմաթիվ խաչաձև հարցերով փորձել եմ ստանալ այդ հարցի պատասխանը։ Կար համոզմունք հրդեհաշիջման գործընթացում, որ մենք գործ ունենք այնտեղ ողջ մնացած զինծառայողների հետ։ Միայն պատասխանը ըստ էության տվել է այդ հրշեջ ծառայողների ղեկավարը, որը փորձում էր իր գործողությունները արդարացնել, որ մենք այդ ծավալի ջուրը օգտագործում ենք եւ զոհված զինծառայողներին հանում ենք այդ տարածքից, հույս ունենալով, որ այդ տարածքում ինչ որ նկուղ կլիներ, այդ նկուղի մեջ կարող են ողջ մնացած զինվորներ պատասպարված լինեն, իսկ մնացածը, երբ որ մենք նկարագրում ենք այդ ամբողջ ծավալը, հիշեք հայտի տեսանյութ կա, որը հրապարակվել է այդ ամբողջ տանը, երբ որ մենք բոլոր վկաներին հարցաքննել ենք եւ հարցաքննելիս հարց ենք առաջացել, թե արդյոք նման պայմաններում հնարավոր էր ողջամիտ նույնիսկ 1% ենթադրություն կամ կասկած այն մասին, որ այդ տարածքում հնարավոր էր նման հրդեհի պայմաններում ողջ մնացած զինվոր, ըստ էության բոլորը բացառել են։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է տուն։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է, որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանը։ Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը բացառությամբ ընտանիքի անդամների եւ պաշտպանների։ Քրեական գործը վերաբերող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված կալանքը փոփոխել եւ վերաբերող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափան միջոցներ կիրառել տնային կալանքը Դրավը եւ ասացել։ Կայացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործի հերթական դատական նիստը, որը սակայն սկսվել է ուշացումով, որովհետև Ղուկասյանի համար դարձյալ շտապօգնություն էր ժամանել դատարան։ Նիստին Ղուկասյանը ներկա չէր, իսկ դատավորը ուշադրությունը սևեռել էր փաստաբանի դեմ հարուցված քրեական գործի վրա։ Պատվարժան դատարան, նախ այս տեղեկությունը ձեզ որտեղից մեր, ձեր գործընկերները ովքեր էին Կարեն Անդրեասյաններ, թե Նիկոլ Փաշինյանի 2 եւ երրորդը։ Այո, ես կներկայացնեմ, ես դատվածություն չունեմ, Նիկոլ Փաշինյանի գործակալ հողերը հանձնող գումարների դիմաց նախորդ իշխանությունների կողմից բերել մցված խորհրդարան այդ խոսքերի համար, այո, ես դատապարտվել եմ, գումարը մուծել եմ, դատվածություն չունեմ, արտոնագիրս ուժի մեջ է եւ խնդրում եմ պարզաբանեք նաեւ հանրությանը ով էր ձեր ընկերը Նիկոլ Փաշինյանը, Կարեն Անդրեասյանը, թե Միշիկի եղբայր այն Գրիշիկը, ով էր ձեր ընկերը։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատարան ձեզ հայտարարում է նկատողություն, լռեք, նստեք եւ լսեք։ Լռեք, նստեք եւ լսեք։ Դատարանը հայտարարում է երկրորդ նկատողությունը ձեզ, պարզաբանում է, որ հաջորդիվ դատավորական սանկցիաների կիրառությունը կարող է հանգեցնել ձեզ բարիքից հեռացնել։
Նիստին զուգահեռ դատարանի դիմաց քաղաքապետի խորհրդականը հայտնել է Ղուկասյանի պահման պայմանների մասին։ Լիլիթ Աղեկյանը պատմում է, որ մեկուսարանը խոզանոցի է նման, իսկ Ղուկասյանին ըստ նրա մահվան են տանում։ Տիգին Պոստանջյանը փորձեց մուտք գործել ԱԱԾ մեգուսարան, դա օրինական իրավունքն է, որովհետեւ անձնական բժիշկը, որը ամիսներ, տարիներ շարունակ զննության է ենթարկել եւ իր աչքի տակ է եղել այդ հիվանդը, տեսնի այդ դինամիկան, պատասական դինամիկան թույլ չտվեցին, սա արդեն իշխանական կապրիզ է։ Եվ ուղիղ մարդուն տանելու մահվան, դա այդ քաղաքականությունն է, այլ բան չեմ կարող ասեմ։ Դուք որագեք, մարդը, որը վատ է, դուք դրսում եք վատ վիճակի մարդու տեսնում, շտապ օգնություն եք կանչում։ Մեգուսարանում պահել այդ պայմաններում, անմարդկային, հազար ներողություն կներեն ինձ այդ մարդիկ, խոզից էլ վատ պայմաններ, ինչ է նշանակում, վարագույրով է փակվում պետքարանի դուռը։ Խուզարկությունը իրականացվել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարաններում։ Դեմոյանը մանրամասնել է, որ քննչական գործողությունների ընթացքում նա տեղեկացրել է գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանին, նշելով, որ հափշտակված իրերի ցուցակը կեղծ է, իսկ Հարություն Մարությանի կողմից նախաքննությանը ներկայացված տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Խոզարկության արդյունքում քննչական մարմինն այսօր առգրավել է լատունից հուշամեդալ, որը թողարկվել է 2021 թվականին Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի առիթով։ Այն ձեռք էր բերվել անցյալ տարի հոկտեմբերին վերնիսաժից 3000 դրամով։ Համակ ուշադրությամբ հետևելու է, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում խոզարկություններ իրականացվեն Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Հովանես Հովանեսյանի, Հարություն Մարությանի եւ Սուրեն Մանուկյանի բնակարաններում։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ, հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է ՊԵԿ 2 գլխավոր օպերլիազորի։ Նրանք մեղադրվում են տնտեսվարողի համար ապօրինի գործ կատարելու դիմաց 9 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Միջազգային լրահոսից։ Քնեսեթի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական կոշտ ուղերձն է հղել Իրանին։ Նրա խոսքով, եթե Թեհրանը սխալ հաշվարկ կատարի եւ հարձակվի Իսրայելի վրա, պատասխանն աննախադեպ ուժեղ կլինի։ Իսկ Վենեսուելայի շուրջ աղմուկը դեռ չի մարել, իսկ Դոնալդ Թրամփի ուշադրությունն արդեն Գրենլանդիայի կողմն է։ Կղզու նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը նոր չէ։ Վաշինգտոնը Գրենլանդիան երկար տարիներ դիտարկել է որպես ռազմավարական կարևոր տարածք։ Սակայն այժմ ԱՄՆ-ում այս մասին խոսում են ավելի ուղիղ, նշելով, որ կղզին պետք է դուրս գա Դանիայի վերահսկողությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Միացյալ Նահանգները դիտարկում է արդյոք Գրենլանդիայի հարցում ուժի կիրառման տարբերակը։ Միևնույն ժամանակ Թրամփը Գրենլանդիայի հարցը կրկին կապել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հարաբերությունների հետ։ Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան Ուկրաինայում ընթացող հակամարտության, այլ ոչ թե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի քննարկման վրա։ Թրամփի հայտարարությունների ֆոնին Դանիայի զինված ուժերը ժամանում են Գրենլանդիա։ Գրենլանդիայի շուրջ զարգացումներին արձագանքել է նաև Ռուսաստանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, եթե Գրենլանդիան միանա Միացյալ Նահանգներին, Դոնալդ Թրամփը կարող է իր անունը գրել համաշխարհային պատմության էջերում։ Պեսկովի խոսքով, անկախ նրանից այդ քայլը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, թե ոչ, մի շարք միջազգային փորձագետներ համոզված են, որ նման զարգացումը Թրամփին կդարձնի ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային պատմության կարևոր կերպար։ Միչիգանում մոտ 100 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել, պատճառը ձյան առատ տեղումներն են եղել։
Եղանակի մասին Հայաստանում նույնպես տեղումները շարունակվում են։ Այսօր ձյուն կգա նաև Երևանում։ Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 0-ից 2, իսկ երեկոյան 8-ից 10 աստիճան ցուրտ։ Եվ վերջում համացանցում տարածված ֆլեշմոբը, որի շրջանակում օգտատերերը հրապարակում են իրենց լուսանկարները 2016 և 2026 թվականներին, որպեսզի ցույց տան, թե ինչպես են փոխվել տարիների ընթացքում, ստացել է նաև քաղաքական երանգ։ Ֆլեշմոբին մասնակցել է նաև Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը սակայն անձնական լուսանկարների փոխարեն ներկայացրել է Հայաստանի քարտեզները 2016 և 2026 թվականների համեմատությամբ։ 2016-ին Հայաստանը ամբողջական էր Արցախով, իսկ 2026-ին փոքրացած ու առանց Արցախի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում թարմ նորություններով կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։